Մայրաթոր Սուրբ Էջմիածին եկած ուխտավորների ուշադրությունն ամեն կիրակի գրավում են Գևորգ Մելտոնյանի գծանկարները։ Նկարիչների միության Արագածոտնի մարզի մասնաճյուղի ղեկավարին վերջին շրջանում հաճախ կարելի է տեսնել այստեղ։ Մայր տաճարի գծանկարների շարք է նախաձեռնել։ Նախընտրում է հենց կիրակնօրյա պատարագների ընթացքում աշխատել։ Հայ ենք եւ մեր սրբության սրբոցի հետ կապը դա բնական կապ է։ Հաճախակի եմ նկարում մեր սրբազան տաճարները, որովհետեւ շատ եմ սիրում եւ դրա հոգեվոր պահանջարկը կա եւ ինձ մոտ եւ ինչու՞ չէ նաեւ մեր հայրենակիցների եւ ոչ միայն։ Պատրաստվում եմ ցուցահանդեսի Աստված առաջ, գուցե եւ հենց Ռուբեն Սևակի թանգարանում կայանա ցուցահանդեսը։ Մի փոքր այդպես սիրով պայմանավորվածություն կա հայր ասողիկի հետ եւ իմ աշխատանքները կցուցադրվեն ոչ միայն տաճարները, այնտեղ կան նաեւ համայնքային պատկերներ, մեր առօրյա մեր ժողովրդին հուզող որևիցե այդպիսի պատկերների հետ է կապված։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում կիրակնօրյա պատարագ մատուցեց Տեր Թովմա Վարդապետ Խաչատրյանը։ Հայր Սուրբը քարոզի ընթացքում մեկնաբանեց Քրիստոսի երկրային կյանքի հրաշագործություններն ու բժշկությունները։ Խոսեց Հայրոսի աղջկա Հարության դրվագի մասին։ Տիրոջ կատարած բազում բժշկությունների մեջ սա ամենահուզիչ պատմություններից է, իր քարոզում ասաց Հայր Թովման։ Այսօրվա ավետարանական դրվագում Տիրոջ շուրջ հավաքված մարդկանց եւ հենց Հայրոսին սկզբնապես կարող էր թվալ, թե Տեր Հիսուսի դանդաղ եւ հանդարտ քայլերը դեպի մահամերձ աղջկատուն հապաղում էր։ Սակայն այսօր Տերը մեզ ասում է, որ հապաղումը մերժում չէ։ Մեր առասված արհեստների, խնդրանքների ուշացումը դատապարտված չէ իրականացնում։ Մեզ մեր անձերը, մեր կյանքը հանձնել Աստծուն ու նրա ողորմությանը։ Հենց սա է տերունական պատգամի հիմքում, ասաց Հայր Սուրբը։ Նա հավատքի կյանքը համեմատեց զինվորագրվելու հետ։ Զինվորը չգիտի, երբ պետք կգան զենքերն ու զինվորական մարզումները, բայց պատրաստվում է ամեն օր։ Հոգևոր կյանքն էլ այդպիսին է։ Ամեն օր պետք է աղոթես, պահես պատվիրանները, բարեգործություններ անես, կարեկցես մարդկանց, ինչպես Տերը, ապրես հավատքի կյանքով, որովհետև վտանգների ժամանակ Հայրոսի պես հույսը բացառապես Աստված է լինելու։ Միայն հավատալ։ Պաշտոնները, հարստությունը, մարդկային փառքը, անունն ու հասարակական դիտքը առոչինչ են, եթե չունես հավատ։ Միայն հավատալու պատգամը Տիրոջ հզոր աչին է թող խոնարհվելու մասին է։ Ունենալ մեծ հավատ, թե փոքր, կարևորը հավատալն է Քրիստոսին, լինել նրա հավատացյալ ոտի անդամ։ Պատարագի ավարտին հավատացյալներն աղոթեցին անազատության մեջ գտնվող Միքայել, Բագրատ, Մկրտիչ եպիսկոպոսների, բարերար Սամվել Կարապետյանի, հայրենիքի եւ եկեղեցու պաշտպանության համար Հայաստանի եւ Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների համար։ Անուշ Առաքելյան, Մեսրոպ Ավետիսյան, Եկեղեցական կյանք։